Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցս ուղղում եմ երկու բանախոսներին էլ, ով կցանկանա թող պատասխանի կամ գուցե երկուսը, չգիտեմ։ Երեք ձեր նախկին թիմակից իմ քայլը խմբակցության падգամավոր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, նախին գումարման падգամավոր է եղել, գրառում էր արել, որ հիմնվելով նաև ադրբեջանական մամուլի վրա, ես կարող եմ բառացի մեջ բերել, որ ադրբեջանական մամուլը հույս ունի, որ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն։ Ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը, հնարավոր համարում եք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված Սալինի նախապայմաններից մեկը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2021 թվականին Ադրբեջանը հետախուզում է հայտարարել մի շարք հայերի նկատմամբ, այդ թվում Սամվել Կարապետյանի եւ նաեւ Ռուբեն Վարդանյանին, որ այս պահին դատվում է Բաքվում։ Շնորհակալություն։ Դուք ասիք ադրբեջանագետ, դե նման ադրբեջանագետների վերլուծությունների պատճառով էլ մենք հայտնվել ենք այս վիճակում ժամանակին։ Բացարձակ ներողություն արտահայտությանս, տխմարություն է այս վերլուծությունը, որևէ արձագանք, մեկնաբանություն սրան չի էլ կարող հնչել։ Հանրային ռադիո։ Ես էլ կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև կոնսպիրոլոգիաներին երբեք չեմ հավատացել եւ չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը հավատա։ Հանրային ռադիո։ Շնորհակալություն։ Իմ հարցը անհետ կորածների հարազատների բարձրաձայնած խնդրին է վերաբերվում։ Նրանք արդեն երկրորդ օրներ շարունակում են փակ պահել Բաղրամյանը եւ ասում են, որ իրենց միակ ակնկալիքն այն է, որ Արմեն Աբազյանին փոխարինող Պաշտոնյան կհանդիպի նրանց հետ եւ նույնքան սրտացավ կլինի այդ հարցերում, որքան որ Աբազյանը։ Ես ուզում եմ հարցնել, դուք արդեն ունեք քննարկումներ, թե ով է լինելու այդ Պաշտոնյան եւ ունեք ժամկետներ որոշակի, որովհետև ծնողները ժամ առ ժամ սպասում են այդ հայտարարությանը եւ նաեւ նրանք ակնկալում են, որ Թուրքիա այցի շրջանակներում կքննարկվեն նաեւ հումանիտար հարցեր գերիներին վերաբերող, գիտեմ, որ օրակարգի մասին դեռ հայտարարություն չկա, բայց ձեր կարծիքն եմ ուզում լսել, կքննարկվեն արդյոք նաեւ նման հարցեր։ Շնորհակալություն։ Տեսեք, ձեր հարցի մեջ մի քանի հարց է ըստ էության թաքնված, ոչ թե թաքնված, այլ պարունակվում։ Առաջինը ես պետք է նշեմ, որ մենք հասկանում ենք այն վիշտը եւ այն իրավիճակը, որում գտնվում են այն անձինք, ովքեր ունեն անհետ կորած ընտանիքի անդամներ, որպես զինված ընդհարումների միջազգային իրավունքի հետ որոշակի առնչություն ունեցող մարդ, ասեմ, որ սա ամենա պրոբլեմատիկ կատեգորիան է առնվազն 20-րդ, 21-րդ դարի բոլոր պատերազմներում, որովհետև անհետ կորածների պարագայում շատ դժվար է որևիցե եղանակով գործընթացները այնպես ծավալել, որովհետև տեղեկատվության բացակայության հիման վրա է ամբողջ գործընթացը կառուցվում։ Մենք երեք էլ կառավարության հարցը պատասխանի ժամանակ հնչեցվեց հարց եւ կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ հանդիպում է ունեցել վերջերս անհետ կորած անձանց հարազատների հետ, հարցադրումներ են հնչել, այդ հարցադրումները պետք է հստակեցվեն, որ այդ հանդիպումները կունենան պարբերական բնույթ։ Ես ուզում եմ հավատացնեմ ցանկացած անձի, ով ունի անհետ կորած բարեկամ եւ հարազատ, որ որևիցե պետության համար սա ինչ-որ մի ձեռնտու իրավիճակ չի ունենալ անհետ կորածներ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, նրանց ճակատագրի հետ կապված տեղեկատվությունը դառնա վերջնական, հասանելի եւ ավարտական։ Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ եւ այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ եւ սա կառավարության եւ հանձնառությունն է եւ մեր միջազգային հանձնառությունն է եւ կառավարությունը երբեք չի զլացել այս առումով գործընթացներ ծավալելու։ Ինչ վերաբերում է այն անձին, ով զբաղվում է անմիջականորեն այդ հարցերով, չպետք է մոռանանք, որ անկախ նրանից թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, մենք ինստիտուցիոնալ մոտեցում ունենք եւ այդ ինստիտուցիոնալ մոտեցումը շարունակվելու է։ Այսինքն կոմունիկացիան եւ աշխատանքը այդ անձանց հետ պետք է շարունակվի եւ շարունակվի բոլոր մակարդակներում։ Ես եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ ես հասկանում եւ կիսում եմ եւ այն վիշտը եւ մտահոգությունը, որ ունեն այդ անձինք, դա ամենաբարդ կատեգորիան է
ռազմական գործողությունների արդյունքում նման իրավիճակում հայտնված անձանց, բայց նաև պետք է հասկանալ, որ որից է պետությունը, նույնիսկ ամենաավտորիտար պետությունները շահագրգռված չեն ունենալու մեծ թվով կամ նույնիսկ որոշակի թվով անհետ կորածներ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ շարունակելու ենք աշխատել, որտեղ դա պետության հանձնառությունն է։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, կարծես թե ինձ թվում է մենք այլ հարցերի շրջանակներում դրանք կամփոփենք։ Ֆակտոր TV Մանյա Պողոսյան, Ստամբուլում Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում հնարավոր է որևէ փաստաթղթի ստորագրում, թե ոչ, արդյոք ի վերջո կյանքի կկոչվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ որպես հարցի շարունակություն վարչապետի խոսնակը երեկ ասել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այնուամենայնիվ հնարավոր է պատրաստից որևէ հանդիպում տեղի ունենալ եւ քննարկում ձեռք բերվի խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի հետ կապված եւ նաեւ այս այցին ընդառաջ Ալիևի կողմից հերթական անգամ խոսեց ադրբեջանցիների այսպես կոչված պատմական հայրենիք վերադառնալու մասին, արդյոք սա համարում եք նախապայման խաղաղության պայմանագրի ստորագրման եւ ադրբեջանական այս նախապայմանի ի պատասխան արդյոք Հայաստանը դիտարկում է հայերի Բաքու, Սումգայիթ, Արցախ վերադառնալու հարցը։ Շնորհակալ եմ։ Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մենք պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև եւ կայուն խաղաղության բերի տարածաշրջանում։ Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունի ուղղակի կապերը, որոնք եւ ամրապնդում են վստահությունը եւ հնարավորություն են տալիս, ըստ էության բարձրաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա մեկ, ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված երրորդ դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, առևտրային, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, ենթադրություններ կարելի է շատ անել, բայց ես նախապայմանների մասին, տեսեք, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա նշանակում է, որ բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հիմա մենք կարող ենք խոսել պայմանագրի կնքման ժամանակի եւ վայրի մասին։ Իհարկե շատ կարեւոր է, որպեսզի կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա, նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը։ Այս առումով իհարկե տարածաշրջանային կոնսենսուսը հարցի վերաբերյալ մեծ դերակատարություն ունի եւ մեր հարաբերությունների հարևանների հետ եւ հարևանների դրական դիրքորոշումը խաղաղության գործընթացի վերաբերյալ շատ կարեւոր գործոններ կհանդիսանան իրական խաղաղության հաստատման համար։ Պայմանների վերադարձի մասին, մասնավորապես այս նախապայմանի, թերևս հանրությունը տեղյակ չի, խաղաղության պայմանագրի կետերում սա ներառված է, թե ոչ։ Ես եւս մեկ անգամ պետք է նշեմ հետեւյալը. ցանկացած տեսակի խաղաղության պայմանագիր, ցանկացած տեսակի բնականon հարաբերությունների հաստատման ուղղված փաստաթուղթ պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության եւ ասենց ասեմ կոնսենսուսի, այսինքն միջազգային հանրության մոտ առկա կոնսենսուսի հետ կապված։ Մենք քննարկում ենք այս հարցերը այս համատեքստում եւ ես չէի ուզենա, որ մենք ինչ որտեղ, ինչ որ, չգիտեմ,
լրատվամիջոցի կամ մեկ այլ լրատվամիջոցի, որը հղում է կատարում, մեկ այլ լրատվամիջոցի, որը հղում է կատարում մի փաստաթղթի, որից հետո որը հղում է կատարում մեկ պաշտոնատար աղբյուրի եւ ասենք որ գիտեք սա դարձել է նախապայման կամ բան։ Ես կխնդրեմ որպեսզի լրատվամիջոցները եւս այս գործընթացում փորձեին հնարավորինս աջակցող դիրքորոշում բռնեն, որովհետեւ մենք ըստ էության ասում ենք հետեւյալը. խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, մենք այդ տեքստով շարունակում ենք առաջ եւ շատ կարեւոր է հիմա ձևավորել հատկապես այն զարգացումների լույսի ներքո, որը առկա է այսօր մեր հարավում կամ մեր հյուսիսում, գիտեք բոլորդ, անհրաժեշտ է ունենալ այնպիսի փող վստահության միջավայր, որը թույլ կտա երկարատև կայուն խաղաղություն կնքել։ Այսքանը